լավ է որ Հիսուսի անունը ունենք։ Хорошо, что у нас есть имя Иисус. Նրա անունը կենթանի անուն է, Его имя живое, զորավոր անուն է, оно могущественное. ինքը փառավոր Աստված է։ Он прославленный Бог. Ամեն։ Ամին։ Մենք չենք կանչում մի անուն, որը մեռած է։ Мы не призываем того имени, которое мертвое. Մենք չենք կանչում մի անուն, որը ոչինչ չի կարող անել, Мы не призываем такого имени, которое ничего не может делать. կամ ամեն բան չի կարող անել։ Или что-то не может. Մենք կանչում ենք մի անուն, Мы призываем имя, որը ոչ միայն ամեն բան կարող է անել, которое не только может делать. այլ նաև մեռելին հարություն է տալիս Он дает и воскрешение եւ мертвым, հավիտենական կյանք է տալիս։ и вечную жизнь дает. Մի անուն, որի պատճառով իմ ու քո մեղքերը ներված են։ Имя, по причине чего наши грехи, они Մի прощены. անուն, որի պատճառով ես ու դու արդար ենք։ По имени того, что мы оправданы, Եվ մենք չենք վախենում, и мы не боимся, որ կգա աշխարհի վերջը։ что придет конец света. Մենք ուրախանում ենք, Мы радуемся, որ մի օր Հիսուսը կգա։ что в один день Иисус придет. Գիտես նա որ արդար չի, Тот, кто не պրավեց է։ праведный, Ինքը վախենալու բան ունի, у него есть чего бояться. որովհետև Հիսուսը որ եկավ, Потому что когда придет Иисус, ինքը կդատապարտվի։ он будет осужден. Բայց ես ու дու, Но я и ты, որ հավատացել ենք իրան, мы поверили в Него, մենք արդարացված ենք։ мы оправданы. Ամեն։ Ու այս ամբողջ տարին մենք խոսում ենք դրա մասին։ И весь год мы говорим об этом. Եվ այսօր էլ եմ դրա մասին խոսելու։ И сегодня тоже буду говорить об этом. Երբ որ մենք խոսում ենք արդարանալու մասին, Когда мы говорим об оправдании, մենք իրավաբանական տերմինի հետ գործ ունենք, мы юридически имеем дело, с յուրիդическим տերմինом, юридическим термином имеем дело. որովհետև ում են արդարացնում։ Потому что кого оправдывают? Ում որ մցրել են դատարան, Которого поместили в суд, պետքա դատեն должны ու осудить պետքա պատժեն նրան։ и должны наказать. Բայց նրան արդարացնում են Но его оправдывают եւ դատարանից հանում и уводят из суда եւ չեն պատժում։ и не наказывают. Ելում են արդարացնում։ И кого еще оправдывают? Նա որ արդարացված է ինչ որ бանի մեջ, Который в чем-то оправдан, նրան էլ дատարան չեն էլ մցնում։ его больше не помещают в суд. Ահա թե ովքեր են ես ու դու սիրելնես։ Кто я и ты, Եվ возлюбленный? ինչ ձևով ենք մենք արդարացած։ И как мы оправданы. Ամեն։ Аминь. Եվ նա որ արդարացված է, И тот, кто оправдан, նա արդարացված է, որպեսզի չդատապարտվի։ он оправдан, чтобы не осудиться. Ես ու դու Я и ты, չենք դատապարտվելու։ мы не будем осуждены. Ամեն։ Аминь. Այդքան է վստահ չեք ասում, բայց Не так մեկ է։ уверенно говорим, но ничего. Հիսուսն է մեզ արդարացրել։ Иисус нас оправдал. Ես ձեզ ասեմ, դրանից կարևոր բան չկա այս աշխարհում։ Я скажу, что кроме этого нет ничего больше главного, Որ важного. ամեն մարդ մի օր հայտնվելու է Տիրոջ առջև։ Потому что каждый человек в один день предстанет Եվ перед երանել Богом. ենք ես ու դու, И блаженны я и ты, որ մենք չենք դատապարտվելու։ что мы не будем Եվ осуждены. մենք չենք հայտնվելու նրա առջև, որ նա մեզ դատի։ И мы не будем предстоять перед Ним, чтобы осудиться. Իհարկե Քրիստոսը կդատի, բայց պարգևներ տալու համար, ոչ թե դատապարտելու։ Да, Иисус придет не для того, чтобы осудить, а для того, чтобы Դած дать վաստայ։ воздаяние. Տեսեք, ինչ է գրված Հռոմեացից 8-րդ գլխում սերնես։ Смотрите, что написано в книге Римлянам, 8 глава. Հռոմեացից 8։ Римлянам 8. Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Итак, нет ныне никакого осуждения тем, которые во Христе Иисусе живут не по плоти, но по духу. Փաստորեն Значит, դատապարտությունից ազատ են освобождены от осуждения те եւ համարվում են արդար и считаются праведными, նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ те, кто во Христе Иисусе. Ամեն։ Ամին։ Նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Те, кто во Христе Иисусе. Ով է արդարը։ Кто оправданный? Նա, որ Հիսուս Քրիստոսի մեջ է։ Тот, кто во Христе Иисусе. Այս խոսքը ասում է, Это слово говорит. որ նա, որ Հիսուս Քրիստոսի մեջ է, Тот, кто во Христе Иисусе. հենց ինքն է արդար։ Именно он оправдан. Եվ նաև ասում է, И говорит, որ ով որ Հիսուս Քրիստոսի մեջ է, тот, кто во Христе Иисусе, ինքը հոգևորապես է վարվում։ он по-духовному, Բայց իմ он по-духовному, Вадим духом. մարմնով չի շարժում։ Он не по плоти, Նա հոգով է շարժում։ он Вадим духом. Սա շատ կարևոր է։ Это очень важно. Ես լսել եմ, դու էլ միգուցե լսած կլինես, Я слышал, может быть, и ты тоже, որ ասում են, что говорят. բայց այս ինչ մարդը հոգևոր մարդ է, ինչի է այդպես վարվում։ Этот человек, он духовный человек. Почему он именно так относится? Սիրելնես, մեծ տարբերություն կա Возлюбленный, есть большая разница հավատացյալի եւ հոգևորի։ верующего и духовного. Մեծ տարբերություն կա։ Есть большая разница.
Մարդը կարող է հավատացյալ լինել, Человек может быть верующим, բայց հնարավոր է հոգևոր չլինի։ но он может быть не духовным. Եվ ցավալի է, որ մարմնավոր էլ է լինում։ И очень больно, что бывает и плотским. Եվ դրա համար И поэтому ամեն հավատացյալ չի, որ հոգևոր է։ не каждый верующий духовный. Եվ дրա համար զարմանալու է չի, И поэтому неудивительно, եւ նորից եմ ասում, ցավալի է, и поэтому говорю, что որ больно, մեկը հավատում է Հիսուս Քրիստոսին что тот, кто верит во Христа եւ Иисуса շարունակում է մեղքերի մեջ ապրել։ и продолжает жить в грехах. Դա ցավալի բան է սիրելներ։ Это очень больно. Դա դատելու բան չի, որ ճիշտն ասեմ։ Это не осуждение, Ոչ էլ նախատելու բան է, это не чтобы упрекать։ чтобы упрекать. Դա ցավալի բան է, Это больно. բայց Աստծո խոսքն ասում է, Но Слово Божье говорит, որ Աստծո նպատակն է, что цель Бога, որ մենք արդար լինենք, чтобы мы были оправданы, դատապարտությունից ազատ чтобы были осуждены Եվ от суда, լինենք Քրիստոսի освобождены, մեջ։ и были во Христе, եւ լինենք հոգևոր մարդիկ։ и были духовными Լինենք людьми, հոգևոր մարդիկ, были духовными людьми, որովհետեւ Աստված մեզ այդպես է ընտրել, потому что Бог нас именно такими избрал. որովհետեւ հոգևորապես վարվողները Потому что те, кто водимы Духом, նրանք Հիսուս Քրիստոսի մեջ են լինում։ они находятся во Христе Иисусе. Հոգևոր մարդիկ են Հիսուս Քրիստոսի մեջ։ Духовные люди во Христе Иисусе. Ամեն։ Аминь. Նրանք ազատ են դատապարտությունից Они освобождены от суда ու արդարացված են։ и оправданы. Ոչ թե բոլոր հավատացյալները, Не все верующие, այլ հոգևոր մարդիկ, а те, кто духовные, ովքեր հոգով են վարվում։ те, кто водимы Духом. Ամեն։ Аминь. Ամեն։ Այսօր կխոսեմ Сегодня буду говорить հոգով արդարացածների մասին։ о оправданные в Духе. Կարող է թվալ, Может показаться, որ արդարացված լինելը ինչ որ հոգևոր հասկացողություն է, что оправдание – это какое-то духовное понятие, որին ուղղակի պետք է հավատալ։ которым просто нужно верить. Այո, պետք է հավատալ, Да, нужно որ верить, մենք արդարացված ենք։ что мы оправданы. Եվ դա հոգևոր բան է, И это духовное. որովհետև եթե նայես մեր կյանքին, Потому что если посмотреть на нашу жизнь, մենք սխալներ ունենք, у нас есть ошибки, եւ մարմնով ոչ ոք չի կարող արդարանալ։ и никто плотским не может оправдаться Պապլոցի։ по плоти. Մարմնով ոչ ոք չի կարող արդարանալ։ Никто не может по плоти Եթե մեկն է оправдаться. մտածում է, որ ինքը մարմնով արդեն արդար է, ինքը չարաչար սխալվում է։ Если кто-то думает, что он по плоти оправдается, это большая ошибка, заблуждение. Оправдался уже։ Оправдался Заблуждается։ уже. Դրա համար մենք առաջի երթին հոգևորապես ենք արդարացված։ Поэтому, во-первых, мы подуховно оправданы. Եվ մենք պետք է դրան հավատանք։ И мы должны в это верить. Բայց դա ուղղակի վերացական ինչ որ արտահայտություն չի, Но это не абստրակտ։ просто какое-то абстрактное, Ինչ որ վերացական հասկացողություն է մենք հավատում ենք։ какое-то абстрактное понятие, в которое мы верим. Եվ Քրիստոսի մեջ լինելն էլ սերնելս վերացական չի։ И находиться во Христе – это не что-то, Որ ուղղակի ասենք մենք Քրիստոսի մեջ ենք։ что мы во Христе. Կամ ես հավատում եմ, որ արդարացված եմ։ Я верю, что я оправдан. Այո, մենք պետք է ասենք, Да, мы должны այո, մենք говорить, պետք է հավատանք мы դրան։ должны верить в Բայց это, մենք պետք է գիտակցենք, но мы должны որ այդ осознавать, հոգևոր արդարացված լինելը что это оправданное, նա նաև իրական է մեր կյանքի մեջ։ это еще и истина в нашей Ինչ жизни. ձևով, Каким образом? որ մենք Քրիստոսի մեջ ենք։ Мы во Христе. Եվ ես ուզում եմ ցույց տամ քեզ սիրելիս И хочу այսօր։ показать тебе сегодня, Ինչպես մարդը կարող է Քրիստոսի մեջ լինել։ как человек может находиться во Христе. Եվ դա գրված է առաջի Հովանես, Это написано 1 Иоанна, երկրորդ գլուխ 2 глава, 24 խոսքը։ 24 стих. Այսօր գիտեք ինչի մասին եմ խոսում О սիրելիներս։ чем я сегодня говорю, Որ մեր возлюбленные? արդարացված լինելը օթերում վերացական չմնա, Что наше оправдание не будет находиться где-то поверхностно. որովհետև արդար են ոչ թե նրանք, ովքեր խոսքերով են ասում, որ ես արդար եմ։ Оправданы не те, которые говорят только на словах. Արդար են նրանք, ովքեր ճիշտ տեղում են։ Оправданы те, которые находятся в Եվ правильном այդ месте. ճիշտ տեղը Քրիստոսի մեջ է։ И это правильное место Христос. Եվ տեսեք այս տեղը Իսկ առաջի смотрите, Հովանես երկրորդ գլուխ Это место. 24 խոսքն ասում է ինչպես կարող ենք մենք լինել Քրիստոսի մեջ։ Первый стих говорит, как мы можем находиться во Христе. Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը թող բնակվի ձեզանում։ Եթե բնակվի ձեզանում այն որ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք որդու մեջ եւ հոր մեջ։ Итак, что вы слышали от начала, то и да пребывает в вас. Если пребудет в вас то, что вы слышали от начала, то и вы пребудете в Сыне и в Отце. Ահա քեզ բանաձև սիրելիս։ Вот тебе и ответ.
Աստծո խոսքն ասում է, Слово Божье говорит, եթե մեկը ուզում է որդու մեջ ու հոր մեջ մնա, բնակվի, если кто-то хочет пребывать в Сыне и в Отце, լինի նրա մեջ։ будет в Нем, Պետք է ուշադիր լինի, должен быть որ ոչ внимательным, միայն լսի, чтобы не только слышать, այլ նաև իր լսած խոսքը բնակվի իր մեջ։ что услышанное Слово пребывало в Нем. Ես ձեզ կասեմ Я սիրելիներս, скажу вам, возлюбленные, ամենամեծ խնդիրներից մեկը քրիստոնյաների դա այն է, որ նրանց մեջ խոսքը չի բնակվում։ самая большая проблема у верующих это, что Слово не пребывает в них. Որովհետև շատերը խոսքերը շատ լսում են Աստծո խոսքերը, Потому что очень многие слышат слово из Библии, Բոժը слово, Божье Слово, բայց նրանց մեջ չի բնակվում։ но в них не пребывает. Եվ Աստծո խոսքն ասում է, И Слово Божье говорит, եթե ուզում ես որ դու հոր եւ որդու մեջ բնակվես, если ты хочешь пребывать в Сыне и в Отце, խոսքը որ лսում ես, когда слышишь Слово, այդ խոսքը պետք է բնակվի քո մեջ։ это Слово должно пребывать в тебе. Ամեն։ Ես չեմ խոսում նրա մասին, Я не говорю о том, որ լավ իմանաս Աստվածաշունչը։ чтобы ты хорошо знал Библию. Սիրելիներս, ես չեմ խոսում նրա մասին, որ շատ Աստվածաշնչյան դպրոցներ սովորենք։ Я не говорю о том, чтобы во многих школах библейских учились. Դա լավ բան է, Это хорошо. բայց շատ մարդիկ կարող են շատ բան իմանալ, Но другие люди могут много знать, բայց իրանց կյանքը ցույց չտա, որ իրանք արդար մարդիկ են։ но их жизнь может не показать, что они оправданы. Եվ հարցը անգամ նրանում չի, И вопрос даже не в том, որ ինչ որ քարոզներ լսես եւ հիանաս, чтобы слышать какие-то проповеди и Восхищаться. восхищаться, ոգևորվես դրանով, а, վդախտավляться։ вдохновляться. Ու դու ասես ինչ լավ է։ И ты скажешь, как Այսօր ինչ хорошо, լավ բաներ լսեցի։ какое хорошее слово Սերնես услышал. հարցը նա չի ինչ լսեցի։ Вопрос не в том, что ты услышал. Հարցը նա է, Вопрос в том, որ լսածից что от слышанного բան վերցնենք մեր մեջ, возьмем что-то для себя, որ բնակվի մեր մեջ։ чтобы пребывало в нас. Ու երբ որ դու գիտես, И когда ты знаешь, որ դու խոսքեր унես Աստծոց, что у тебя есть слово от որ Бога, բնակվում է քո մեջ, которое пребывает в тебе, այդ խոսքը քեզ ամուր հիմք է։ это слово крепкое основание, Այդ խոսքը փոխել է քեզ։ это слово изменило тебя, Այդ խոսքը, որ դու վերցրել ես, это слово, которое ты взял, փոխել է քո բնավորությունը, он поменял твой характер, փոխել է քո մտածելակերպը, поменял твое мышление, փոխել է քո էությունը։ поменял твою личность. Գիտեք, տարիներ առաջ ես եղել եմ մի մարդ, որը ամեն շաբաթ գնում էր եկեղեցի, ամեն կիրակի։ Годы назад я был человек, который приходил годами в церковь, Ходил в церковь։ ходил в церковь. Հավատարիմ գնում էի, Я վերնշող։ верно шел, Կարդում էի խոսքը, читал слово, աղոթում էի, молился, բայց Հիսուսին չէի ճանաչում։ но я не знал Иисуса. Եվ նշանակություն չունի, որ եկեղեցի էի գնում։ И не имел значения, что я ходил в церковь. Հարցը նրանում էր, որ ես Հիսուսին չէի ճանաչում։ Вопрос в том, что я не знал Иисуса. Գիտես, բայց երբ որ գալիս է խոսքը Աստծո, Когда приходит слово от Бога ու բնակվում է քո մեջ, и пребывает в тебе, քեզ փոխում է։ меняет тебя. Մի անգամ ես լսեցի միտեղ, Однажды я услышал, որ ասվեց, որ Հիսուս այնքան շատ է քեզ սիրում, что Бог так сильно тебя любит, որ իր կյանքը տվել է քեզ համար։ что отдал свою жизнь за тебя. Ես էլ գնացի տուն Я пошел домой եւ ասեցի. и сказал, Հիսուս, եթե դու քո կյանքը ինձ համար տվել ես, ես էլ իմ կյանքն եմ քեզ համար տալիս։ Иисус, если ты отдал свою жизнь за меня, значит, я свою жизнь отдаю тебе. Եվ այդ օրը իմ վերստին ծնվելու օրն էր։ И этот день было Ձեն День возрождения։ Возрождения свыше. Բայց գիտես ի՞նչն է հարցը։ И вопрос в том, Իմ միտքը мое мышление, դեռ մնացել էր կրոնավոր։ оно еще было в законе. Եվ մի անգամ ես կարդում էի И однажды я читал, եւ կարդացի առաջի Տիմոթեոսի մեջ, и я прочитал 1 Тимофея, որ ասում էր. который говорит, Կամ մեկ Աստված есть единственный Бог եւ մեկ միջնորդ, и посредник, ադին պասրի, один посредник մարդկանց եւ Աստծո միջև, от людей к Богу, между между людьми людьми и и Богом, Богом. Հիսուս Քրիստոս Иисус Христос, մարդը, человек. այդպես է գրված է։ Так и написано. Եվ այդ մարդը բառը И слово «человек» փոխեց իմ կյանքը։ изменил мою жизнь. Գիտես ինչու։ Почему? Որովհետեւ մինչև այդ Потому что до этого, ինչ սուրբի միջոցով ասես, որ ուզում էի գայ Տիրոջ առջև։ через какого святого я хотел прийти к Богу.
ինչ քահանայի միջոցով ասես, որ ուզում էի գայ Տիրոջ через առջև։ какого священника я хотел прийти к Богу. Բայց Աստծո խոսքը Но Слово Божье այնքան խորն է, настолько որ глубоко, թափանցում է աշխարհի բոլոր մարդկանց կյանքերի մեջ։ что прозрачно во всех жизнях людей Պրանիկա։ проникает. Եվ իմ կյանքի И մեջ в моей жизни այդ խոսքը մտավ։ это Слово вошло. Հիսուս Քրիստոս մարդը։ Иисус Христос человек. Այսինքն մարդկանց մեջ, То есть в людях, որ այս երկրի վրա քայլել են։ которые ходили на этой Իսկ земле. Հիսուսը Աստված էր, որ որպես մարդ այս երկրի վրա քայլեց։ А Иисус был Богом, который ходил по этой земле. Նա մարդու պես քայլեց։ Он ходил как человек. Եվ ուրիշ մարդ И никакого другого մարդու Աստծո միջև չի կարող միջնորդ լինել։ человека не может быть посредником. Եվ դա փոխել է իմ ամբողջ կրոնական И это մտածելակերպը։ поменяло все мое законное мышление, Законническое, законническое, հավիտյան։ навсегда. Ես հասկանում եմ, որ ել հետ դառնալ հնարավոր չի։ И я понимаю, что вернуться назад невозможно. Ինչու համար եմ պատմում սերելիս։ Для чего я это Ես կարող եմ рассказываю? շատ բաներ պատմել, Я могу очень много թե որ рассказывать. խոսքերն այն մեջ բնակվել ու ինձ փոխել։ Какие слова пребывали во мне и поменяли. Այսօր ուզում եմ որ մտածենք։ Сегодня хочу, чтобы мы думали. Իհարկե մենք պետք է վստահ լինենք, որ մենք արդար ենք Конечно, Քրիստոսով։ мы должны думать, что мы оправданы Բայց Христом. եք մտածենք, Но давайте думать, Աստծո խոսքից ինչ խոսքեր կա, որ բնակվում է իմ մեջ, какое слово из Библии пребывает во мне. մնում է իմ մեջ, Пребывает, փոխել է ինձ, изменило меня, փոխում է ինձ։ меняет. Ինչ խոսքեր ունենք սիրելիներս։ Какие слова у нас есть. Ինչու համար եմ ասում Для սիրելիներս։ чего я это Որովհետև говорю? դժվար չի տեսնել, Потому что не тяжело որ увидеть, քրիստոնյան ինքը հավատքի մեջ է, что христианин, он в вере, բայց տարիներով իր բնավորությունը չի փոխվում։ но годами не меняется его характер. Ես ասել եմ ձեզ, չէ՞, ասում են, կարմիր կովը կաշին չի փոխում։ Я вам говорил, да, что красная корова не меняет своей кожи. Բայց ասել եմ ձեզ, որ դա կովերի մասին է։ Но я сказал, что это о коровах. Դա մարդու մասին չի։ Это не о человеке. Աստծո խոսքը Слово Божье փոխում է մարդու։ меняет человека. Ես լսել եմ, И я слышал, անգամ հավատացյալներ даже от верующих, եւ հավատացյալ հոգեբաններ անգամ, и даже христианские Психологи. психологи. ոչ բոլորը իհարկե։ Ну, не все, конечно. Ասում են, Говорили, մարդու են բուն էությունը ոչ ոք չի կարող փոխել։ что внутренность человека никто не Սա может ամը поменять. внутреннее Самое չի կարող внутреннее. փոխել։ Իսկ ես հավատում եմ, А я верю, որ Աստծո խոսքը что Слово Божье մարդու այն Человека. ամենախորը կարծրացած բնավորությունն էլ կարող է փոխել։ может самый глубокий характер Затверделый затверделый поменять. Որ թվում է թե ինքը փոխվողը չի։ Что кажется, что он не изменится. Աստծո խոսքը սիրելնես փոխում է։ Слово Божье меняет. Եվ Աստծո խոսքն ասում է, И Слово Божье говорит, եթե խոսքը քո մեջ բնակվի, если Слово будет пребывать в դու тебе, Քրիստոսի մեջ կլինես։ ты будешь во Христе. Եթե խոսքը քեզ փոխում է, Если Слово тебя меняет, ուրեմն դու Քրիստոսի մեջ ես։ значит ты во Христе. Եթե խոսքը էլ քեզ չի փոխում, Если Слово тебя не դու меняет, ուղղակի հավատացյալ ես դառնում, ты уже просто становишься որը верующим, անգամ կարող է ծառայություններ էլ անի ինչ որ։ который может даже какие-то служения Այո, делать. կարող է ծառայություններ էլ անել, Да, может служить, բայց արդեն էլ չի փոխվում։ но уже не меняется. Ես лսել եմ անգամ որ ասում են, ես իմ փոխվելունը փոխվել եմ արդեն։ Я уже что нужно изменил. Ուզում եմ ասել հավիտյան չեմ փոխվելու։ Хочет сказать, что навсегда не буду Սիրելիս, меняться. այսօր էլ մենք կարիք ունենք փոխվելու։ И сегодня у нас есть нужда Արդար меняться. մարդը երբեք չի մտածում, որ ինքը փոխվելու տեղ չունի։ Праведный человек, он всегда думает, что ему нужно меняться. Եվ գիտես, երբ որ ինքը мտածում է, որ ինքը փոխվելու տեղ ունի, И когда он считает, что ему нужно меняться в чем-то, երբեք ուրիշների թերությունների վրա դատաստան չի բերում։ он никогда недостатки других не приносит Սուդա։ на суда. Այլ հասկանում է, որ ինքն էլ նույն ձևի մարդ է։ И он говорит, что он такой же человек. Ամեն։ Аминь. Ինչ հեշտ է, Так просто, բայց որոշում է պետք։ но нужен решение, Ես ուղղակի լսող չլինեմ։ что я не просто буду Այսօր слушающим. էլ Сегодня, անգամ ես եմ քեզ խոսում սիրելես, даже если я тебе говорю, բայց իմ խոսածածից ես բան եմ վերցնում ինձ но из համար։ моего сказанного я беру что-то для себя. Եվ այս խոսածածը И это сказанное, առաջի հերթին իմ մեջ եմ ուզում գործի։ прежде всего хочу, чтобы действовало во мне. Եթե դու այդպեսին ես սիրելիս, Если ты такой, ուզում եմ քեզ ասեմ, хочу тебе сказать, դու Քրիստոսի մեջ կմնաս։ ты останешься во Христе. Ամեն։ Аминь. Աստծո խոսքն ասում է, Слово Божье говорит, եթե այն ինչ որ լսեցիք, все, что вы услышали, բնակվի ձեր մեջ, будет пребывать в вас, դուք կլինեք հոր մեջ եւ որդու մեջ։ вы будете в Сыне и в Отце. Ամեն։ Аминь. Չի ասում, Не говорит, եթե խոսքերը լսեք,
Если услышите ու էլ սխալներ չանեք, и не будете делать ошибки, որդու մեջ կմնացեք։ будете в сыне. Ոչ, Нет. ասում է, եթե լսեք Он говорит, нет, если услышите եւ խոսքեր վերցնեք ձեզ համար։ и возьмете для себя, Ու ոչ միայն քարոզներից, и не только из проповеди, այլ ամեն օր а каждый день, կարիք ունենաք, чтобы у нас была нужда. ինքներդ վերցնեք։ Мы сами брали. Ես խոսում եմ, Я говорю, դու վերցնում ես ты берешь Աստծոց։ от Бога. Դու գնում ես տուն, Ты идешь домой, դու կարդում ես, ты читаешь, վերցնում ես Աստծոց։ берешь от Бога. Դու աղոթում ես, Ты молишься, աղոթքի ժամանակ Աստծոց խոսք ես վերցնում։ во время молитвы берешь слова от Եվ Бога, դա քեզ պահում է հոր մեջ եւ որդու մեջ и սիրելիս։ это держит тебя в сыне и в отце. Ու այդպիսի մարդկանց մասին է ասում, И о таких людей говорит, որ դրանց վրա դատապարտություն չկա։ что на таких нет осуждения. Ինչու՞, որովհետեւ նրանք Հիսուս Քրիստոսի մեջ են։ Почему? Потому что они во Христе Иисусе. Ինչու՞, Почему? որովհետեւ նրանց մեջ խոսքն է բնակվում։ Потому что в них пребывает Слово. Նրանց խոսքը փոխում է։ Слово их меняет. Այստեղ մարդիկ կան նստած։ Здесь есть люди, Ձեր հարազատները երբեք չեն պատկերացնել, որ դուք այդպես կփոխվեիք։ ваши близкие никогда не думали, что вы так поменяетесь. Ով է դա արել սիրելնես։ Кто это сделал? Դա Աստծո խոսքն է արել։ Это Слово Божье. Այսօր էլ Сегодня չդադարենք Աստծո խոսքը վերցնենք։ не будем переставать брать Слово. Ուզում եմ ասեմ սիրելնես։ Хочу сказать Եթե մենք тебе, ուզում ենք լինենք արդար, если мы хотим быть որի վրա оправданы, դատապարտություն չկա, на которых нету, որին պատկանում են Աստծո խոստացված խոստումները, которые на которых есть обетования, обетования, им принадлежат։ им принадлежат. Ես ու դու պետք է այսօր էլ Աստծո խոսք վերցնենք։ Я и ты, мы должны и сегодня брать Ու Слово. ամեն օր վերցնենք։ И каждый день. Ու ցանկանանք դա, И желали этого, փափագենք դրան, чтобы мы хотели որ խոսք վերցնենք Աստծոց։ взять Слово от Бога. Երբ որ այդ խոսքը քո մի մասն է դառնում, Когда это Слово становится твоей частью. ու Աստծո խոսքը այդ ժամանակ, И Слово Божье в это время, Աստծո օրենքը законы, ոչ թե քեզ դատապարտում արդեն, они тебя уже не осуждают, այլ սկսում է կյանք տալ, а начинают давать жизнь, նոր կյանք։ новую жизнь. Տեսեք Հռոմեացիս 2-րդ գլուխ եկեք վերադառնանք։ Давайте вернемся Римлянам 2 Քեզ глава. հետաքրքիր է ինչի մասին եմ խոսում սիրելիս։ Тебе интересно, о чем я говорю? Երկրորդ խոսքը 8-րդ նույն 8-րդ գլխի տեսեք ինչ է ասում։ Что говорит Римлянам 8 глава, Երկրորդ խոսքը։ 2 стих? Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահի օրենքից։ Потому что закон Духа жизни во Христе Иисусе освободил меня от закона греха и смерти. Փաստորեն Քրիստոսում լինելով Значит, пребывая в մենք Иисусе, ազատ ենք մեղքից мы освобождены от եւ греха մեղքի հետևանքից, որը մահն է։ и от последствий, которые есть смерть. Որովհետև այն օրենքը, Потому что те որը законы, Աստված տվել է, которые Бог որը дал, մեզ պետքա դատապարտի, которые должны были нас осудить, ես լինելով Քրիստոսի մեջ, я, находясь во Христе որովհետև իմ մեջ Иисусе, խոսքա բնակվում, потому что во мне пребывает այդ Слово, խոսքը սկսում է ինձ կյանք տալ, это Слово начинает давать мне жизнь, ոչ թե ինձ դատապարտել, а не осуждать. որովհետև ես ազատ եմ մեղքից Потому что я освобожден от եւ греха ազատ եմ мեղքի վարձքից էլ, մահից, и освобожден от возмездия и որովհետև смерти. խոսքը երբ որ իմ մեջ բնակվում է, Потому что Слово, когда пребывает դառնում во է мне, իմ մեջ делает во мне, ոչ թե դատապարտող օրենք, не делает осуждающий закон, не становится, не становится, այլ кյանքի հոգու օրենք է դառնում, дает, делается законом, становится становится духом, духом, законом духа жизни, Духа жизни. законом духа жизни, Законом духа ինձ жизни. սկսում է կյանք տալ, И дает жизнь, սկսում է գործել իմ մեջ, начинает действовать во мне, քանի որ ինքը հոգևոր ձևով է ազդում ի վրա։ пока это духовно воздействует Եվ на ես меня. սկսում եմ հոգևորապես վարվել։ И я начинаю по-духовно Եվ действовать. ես Քրիստոսի մեջ եմ, И я во Христе, եւ դրա համար արդար եմ։ и поэтому я оправдан. Ամեն։ Аминь. Բռնում ես միտքը սիրելիս։ Возьми мысль, возлюбленный. Улавляешь? Уловляешь? Я спрашиваю. Ես ու դու Я и ты. արդար ենք ոչ թե նրանով որ հավատում ենք։ Мы оправданы не тем, что мы верим. Մենք պետք է հավատանք։ Да, должны Ոչ թե верить. նրանով որ մենք ասում ենք։ Не тем, что мы говорим. Մենք պետք է ասենք որ մենք արդար ենք։ Мы должны говорить, что мы Բայց արդար оправданы. ենք, Но оправданы, որովհետև հոգևորապես ենք վարվում։ потому что действуем по духу Եվ Քրիստոսի մեջ ենք։ и во Христе. Եվ Քրիստոսի մեջ ենք, И во Христе. որովհետև խոսք կա մեր մեջ։ Потому что Слово есть. в нас. Այսօր ուզում եմ հարցնեմ սիրելիս։ Сегодня хочу Ինչ спросить вас, խոսքեր любимый, ունես Աստծոց ստացած քո կյանքի համար։ какие слова есть полученные от Бога для тебя? Դա է քո կյանքի բուն
հիմքը։ Это твое крепкое основание. Քրիստոնեությունը Христианство տարբերվում է մնացած հավատքներից։ разделяется на разные Նրանով тем, различается от других։ различается от других. Նրանով, Тем, որ մեր Աստծո խոսքերը что слова Бога դառնում են մեր մի մասը становятся нашей частью եւ մեզ нոր կյանք են տալիս։ и дают нам новую Եվ жизнь. այդ խոսքերը հավիտենական են։ И эти слова, они Դրա համար вечные. էլ հավիտենական կյանքը մեր մեջ է բնակվում։ Поэтому вечная жизнь пребывает в нас. Այս նույն գլխում 4-րդ խոսքը տեսեք ինչ է ասում։ Смотрите, в этой же главе 4 стих, что Երրորդում говорит. ասում է, քանի որ մարմնով հնարավոր չէր օրենքը կատարել Հիսուսին ուղարկեց Աստված։ Пока невозможно было плотью совершать закон, он отправил сына. Եվ 4-րդ խոսքում ասում է. И в 4 стихе говорит, Որպիսի օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ հոգևորապես։ чтобы оправдание закона исполнилось в вас, живущих не по плоти, но по духу. Պաստորը, երբ որ ես վերցնում եմ Աստծո խոսքը իմ մեջ, То есть, когда я беру слово для себя, այն բնակվում է իմ մեջ, которое пребывает во мне, եւ ես Քրիստոսի մեջ եմ լինում, и я нахожусь во Христе, քանի որ пока ինքը Он, այդ օրենքի Աստվածն է, этот Бог закона, որին ես ընդունում եմ, которого я принимаю, եւ նա բնակվում է իմ մեջ, и Он пребывает во եւ սկսում мне, է գործել իմ մեջ։ и начинаете действовать во мне. Եվ այդ արդարությունը, И это оправдание, որը պահանջում է օրենքը, которое требует закона, այդ օրենքի պահանջած արդարությունը արդեն իմ մեջ է գործում։ это требование закона уже пребывает во мне. Իմ մեջ է գործում դա արդեն։ Действует Դա во արդեն мне. ինձ չի սահմանափակում։ Он больше меня не Դա ограничивает. արդեն ինձ չի դատապարտում։ Это больше не Դա осуждает արդեն меня. ինձ ցույց չի տալի ինչն եմ անում ես սխալ ինչը ճիշտ։ И не показывает, что делаю правильно, а что нет. Այլ իմ մեջ է արդեն գործում։ А во мне уже действует. Արդարության օրենքը, Оправдание որովհետև закона. տեսեք ինչ է ասում։ Смотрите, что говорит. Օրենքի արդարությունը կներեք, որ կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ հոգևորապես։ Чтобы оправдание закона исполнилось в нас, живущих не по плоти, но по Аллилуйя. духу. Հալելույա։ Аллилуйя. Եվ դա մեր մեջ է գործում։ И это действует в нас. Մարգարեին ասեց Աստված. Пророком сказал Бог, Իմ օրենքը կդնեմ նրանց սրտերի մեջ։ мои законы поставлю в их сердце. Մարգարեն մարգարեանում էր։ И пророк пророчествовал, Կգա մի օր, придет день, Աստված իր օրենքը կդնի իր ժողովրդի սրտի մեջ։ Бог поставит его закон в сердца людей. Դա կատարվեց Հիսուս Քրիստոսի միջոցով И это սիրելիներս։ произошло через Иисуса Христа. Եվ երբ որ ես ու դու այդպես ենք, Когда я и ты, мы такие, մենք կփոխվենք։ мы будем меняться. Նորից եմ ասում, Снова скажу, արդար չի նա, ում կյանքը չի փոխվում, неправеден тот, чья жизнь не меняется, ում Աստված չի փոխում։ кого Бог не меняет. Ես դժվար չի տեսնել մարդիկ, ովքեր կարծես հավիտյան нույնն են։ Не тяжело увидеть тех людей, которые постоянно одинаковые, Նույն մտածելակերպով, тем же հին, мышлением старым, նույն հին բնավորությունով, тем же մեղավոր, характером, հին խոսելաձևով, также разговаривает, նույն ձևով մարդկանց չեն սիրում, также не любит людей, նույն ձևով մարդկանց չեն ներում, также не прощает, նույն ձևով ուզում են բաներ ապացուցեն, также хочет что-то доказать, ինչ որ մեկին նախանձում են, кому-то завидует, նույն ձևով ինչ որ մեկին բամբասում են, также сплетничает, նույն ձևով ինչ որ մեկին իրանց ավելի բարձր են համարում, также кого-то ставит выше կամ ուզում են другого, ավելի բարձր լինեն։ или хотят быть выше. Ինչու սիրելնես, Почему, возлюбленные? որովհետև խոսքը պետք է բնակվի մեր մեջ։ Потому что Слово должно пребывать в нас. Ես տեսել եմ մարդիկ, Я видел людей, որ տարիներով сովորում են Աստվածաշնչյան դպրոց։ которые годами учатся в библейской школе. Տարիներ հետո այն ինչ որ սովորել են նորից ասում են, բա ինչի է դա այդպես։ То, что они проходили, заново спрашивают, почему это так. Կամ էլ ընդհանրապես դրա հակառակ բաներն են անում։ Или наоборот делают вообще противоположное Գրես этому. երբ որ լսում ես, Когда ты Աստծո слышишь, խոսքն ասում է, Слово Божье այդ говорит, լսածը թող բնակվի քո մեջ։ это услышанное пусть пребывает Այդ в тебе. ժամանակ Тогда դու կլինես որդու մեջ եւ հոր մեջ։ ты будешь и в Сыне, и в Отце. Ամեն։ Аминь. Ամեն։ Ինչ եղել է հարցնում են, И было меня спрашивали, ինչպես ազատվեմ մեղքից։ как мне освободиться от греха. Լինում է, գիտես, ժամանակ առ ժամանակ։ Бывает время от времени. Իհարկե խոսում ենք։ Да, мы разговариваем. Ինչն է ստիպում մեղ գործել։ Что заставляет тебя Բայց грешить? վերջում ասում եմ, Но в конце говорю, եթե ուզում ես զորավոր լինես մեղքը հաղթելու, если ты хочешь быть сильным и преодолеть грех,
մնա խոսքի մեջ։ Пребывай в Слове. Գիտեք ինչ եմ նկատել, Знаете, что я որ заметила? շատերի համար Что для многих այդ իմ խորհուրդը мои советы թվում է դե դա այդքան է չի գործում։ кажется, что ну как будто не так действуют. Այդ ձևի են արձագանքում ինձ։ Но они так говорят, Реагируют. реагируют. Բայց սիրելիներս Աստծո խոսքը, Но возлюбленное Слово Божье, եթե բնակվեց քո մեջ, если прибудет в тебе, ազատում է քեզ մեղքից ու մահից։ будет освободит тебя от греха и смерти. Ինչ կա քո կյանքի մեջ սիրելիս, այդ միգուցե մեկի հետ եմ խոսում, դու չես կարողանում դրանից ազատվել։ Что есть в тебе, от чего ты не можешь освободиться? Վերցրա խոսք Աստծոց։ Возьми Слово от Бога. Թող բնակվի քո մեջ։ Пусть пребывает в тебе. Կասեմ նաև, И я скажу, այստեղ մարդիկ կան, здесь есть որ դու люди, գիտես, которые ты երբ որ знаешь, խոսքը քո մեջ եկել է, когда Слово пришло в դու тебя, ազատ ես եղել մեղքից։ ты освободился Դու от ազատ греха, ես եղել ты կապանքներից։ освободился от Դու ազատ оков, ես եղել ты տանջանքներից։ освободился от Քո մեջ мучений, խաղաղություն է к եկել։ тебе пришел мир, Ազատվել ես վախերից։ освободился от страха. Անկամ Աստծո խոսքն ասում է, Даже Слово Божье говорит, որ Աստված, что Бог, երբ որ բժշկում է, когда ասում է исцеляет, ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է։ отправляет свое Слово и исцеляет. Աստված Бог, իր խոսքով ամեն բան ստեղծել։ Он своим Словом сотворил Եվ մեր все. մեջ И в нас, առանց խոսքի без Слова, ոչ մի բան չի փոխվելու ничего не սիրելիս։ поменяется. Դե դու տրամադրվի, որ էլ մեղք չգործես։ Չի կարա տրամադրվի։ Ты настройся, чтобы не грешить. Нету настроя. Դե մի հատ մտածի, դու Աստծուն խայտարակ ես անում քո մեղքերով։ Չի կարա մտածի։ Ты думаешь, что ты позоришь Бога своим грехом. Не сможет думать. Խոսքը Слово դու վերցրեցիր, ты взял, խոսքը քեզ փոխում է։ Слово тебя меняет. Խոսքը վերցրեցիր, Слово взял, խոսքը զզվանք է բերում մեղքի հանդեպ։ Слово приносит Խոսքը վերցրեցիր, նենավիստ։ ненависть по отношению к греху. Խոսքը վերցրեցիր, Слово взял, դու ուրիշ մարդ ես։ ты уже другой Դու человек. ուրիշ մարդ ես։ Ты другой Դու человек. գիտես դու ով ես եղել։ Ты знаешь, кем был. Դու չես մոռանա դու ով ես եղել։ Ты не забудешь, кем ты был. Բայց խոսքը երբ որ վերցրել Но ես, Слово, когда взял, դու լավ գիտես դու ով ես։ ты хорошо Ու знаешь, երբ որ кто այն ты. քո առաջվա մարդը уզում է ինչ որ իրան դրսևորի, И когда тот прошлый человек хочет явиться, դու այն нույն ձևով վերաբերվես մարդկանց, чтобы ты также относился к նույն людям, ձևով չարախոսես մարդկանց, կամ Также- մի բան բան ասես։ по злому говорил с людьми, что-то сказал. Հովիվներից մեկը պատմում էր, И один из пасторов, он рассказывал, որ այդպիսի բաներ եղել էր իր հետ։ что с ним было такое. Բայց երբ որ դա գալիս է, Но когда это դու приходит, խոսք ունես քո մեջ։ у тебя есть Слово. Եվ այդ հին մարդը չի կարող առաջ անցնել։ И этот человек не может, тот прошлый человек Որտեւ не может пройти խոսքը вперед. բնակվում է այստեղ, դու ոչ թե միայն լսել ես, այլ բնակվում է քո մեջ։ Потому что ты не только услышал, но Слово пребывает в тебе. Ամեն սիրելներս։ Аминь. Այդ հովիվը պատմում էր, И этот пастор рассказывал, հիմա նա երկնքում է։ сейчас он на Ոսմա небесах. տարիներով արդեն հովիվ եմ։ Я уже годами пастор, Բայց անցյալում հանցագործ մեկն է եղել։ но в прошлом я был Եվ ասա Не очень գնացի хороший человек. մի հատ կրպակի мот կանգնեցի ու կիոսկը։ И я пошел, встал возле киоска. Ասում մի հատ սիրուն բան էր դրած, դուրս եկավ։ И я увидел что-то красивое, мне понравилось. Այդ աշխատողներ չէր նայում, ասում մեկ է միտ կանցա, բայց կարաս վերցնես չի տեսնի։ И продавец, он не видел, и пришла мысль, что ты можешь взять, не заметят. Ու ասում ես այնքան շոկի մեջ էի, որ այդ միտքը եկավ։ Я настолько был в шоке, когда пришла эта мысль. Որ այնքան ուժեղ էր այդ միտքը, ասում որ քիչ էր մնում վերցնեի։ Настолько сильная была эта мысль, что чуть-чуть и я бы взял. Ես հասկացա մի բան, И я понял одно, որ մեր հին մարդը что наш прошлый человек, երբեք չի կորում։ он никогда не исчезает. Բայց երբ որ դու խոսքը ունես քո մեջ, Но когда у тебя есть слово, հին մարդը прошлый человек երբեք չի կարող գլուխ բարձրացնել։ никогда не может поднять свою Ես ես մի голову. բան ասեմ И սիրելիներս։ я вам скажу, возлюбленные, Եթե մեկը ասում է, если кто-то говорит, որ ես հին մարդուց ազատ եմ, что я освобожден от своего ветхого человека, прошлого, ինքը սխալվում է։ он ошибается. Հին մարդուց ազատ չեն լինում, հին մարդուն հաղթում են։ А прошлого человека не освобождаются, его побеждают. Քո հին էությունը Твоя прошлая личность մինչև կյանքի վերջ քո հետ գալու է։ до конца будет идти с тобой. Ինչու՞։ Почему? Որովհետև ադամական մարմնով ես ծնվել։ Потому что ты родился через плоть Եթե Адама. մեկը ասում է ես հին մարդ եմ իմ մեջ չկա, И тот, кто говорит, что во мне нет прошлого человека, թող ապացուցի, որ ինքը մարդուց չի ծնվել։ пусть докажет, что он не рожден от человека. Կարա ապացուցի, որ մարդուց Может կնոջից չի доказать, ծնվել։ что не от женщины родился, Մարդուց չէ, կնոջից։ не от мужчины, от Կարա женщины. ապացուցի։ Может доказать.
Չի կարող ապացուցի։ не может доказать. Դրա համար էլ հին մարդը իր մեջ է։ Поэтому прошлый человек в нем. Ես տեսել եմ, И я видел, որ թմրամոլը дարձել է հավատացյալ։ что наркоман, он стал Աստծո верующим, ծառայող, служителем Божьим, սկսել է ծառայել Տիրոջը։ начал служить Богу. Տարիներ հետո վերադարձել է իր թմրադեղերին։ И через некоторое время он вернулся в свою прошлую Ինչու՞։ жизнь. Почему? Որովհետև երբ որ դաթարում է խոսքը քո մեջ բնակվել, Потому что когда перестает слово пребывать в դու тебе, շատ հեշտ կարող ես վերադառնալ հին կյանքի։ ты очень просто можешь пойти и Բայց вернуться երբ в որ прошлую խոսքը քո жизнь. մեջ է Но բնակվում, когда слово пребывает в тебе, բոլոր կամուրջները վառված են հետ գնալու։ что никакие силы они не могут, они Все останутся в мосты прошлом. сожжены. Все мосты сожжены. Ամեն։ Аминь. Ամեն։ Դրա համար էլ Поэтому մենք կարող ենք վստահ ասել, мы уверенно можем сказать, որ ես մինչև վերջ, կյանքից վերջ Տիրոջ հետևից եմ գնալու։ что я до конца своей жизни буду идти за Богом. Ով կարող է այդպես ասել Кто может սիրելիներ։ сказать так? Ով որ Քրիստոսի մեջ է։ Тот, кто находится во Ով է Христе. Քրիստոսի մեջ։ Кто находится во Ում մեջ Христе, խոսքը բնակվում է։ в ком Слово пребывает. Ու բոլորը գիտեն։ И все знают, Քեզ կյանքում ոչ մի բան չի կարող այդ ճանապարհից շեղել։ ничто не может тебя увести с этого Ու пути. հենց դրանով ես դու արդար սիրել։ И именно этим ты оправдан. Ոչ թե նրանով որ դու այլ սխալներ չես անում, Не тем, что ты больше не совершаешь այլ ошибки, նրանով որ դու ճիշտ ճանապարհի վրա ես։ а тем, что ты на правильном пути. Բայց նրանք ովքեր թեթև են լսում խոսքը ու դա մի ընդհանրապես լավ տպավորություններ է, А те, кто они так слабо слышат Слово, это просто для них впечатление. դա ոչ մի օգուտ չի տալիս Это не իրենից։ даст никакого плода. Մարդը կարող է տարիներով գալ Человек եկեղեցի может годами ходить в церковь եւ լինել էլի մեղքերի մեջ։ и быть также в грехах. Ոչ թե դա պետք է այդպես լինի, Это не должно быть так, но бывает. այլ դա հնարավոր է լինի։ Это возможно. Եթե մեկը շնացող է եղել, Если кто-то был блудником, թող չխափի որ ասի այդ շնացող մտքերը էլ կյանքում չեն եկել իմ մոտ։ пусть не обманывают, что эти мысли блудные больше не приходили. Բայց դու գիտես, Но ты знаешь, որ դու հաղթել ես, что ты победил, որովհետեւ խոսքը քո մեջ է բնակվում։ потому что Слово пребывает в тебе. Ամեն։ Аминь. Ու ինչա կատարվում սերնես։ И что происходит, Երբ որ մենք այդպես ապրում ենք, когда мы так живем? խոսքը վերցնելը Беря դա Слово, այն է, որ հոգին է քո մեջ սկսում այդ խոսքը բացել։ это то, что твоя внутренность начинает открывать это Слово. Եկեք առաջ անցնեմ։ Давайте пойдем вперед. Երկրորդ Կորինթացից 3-րդ գլուխ, տեսեք ինչա գրված սերնես։ Смотрите, что написано 2 Коринфянам, 3-րդ գլուխ 6-րդ խոսքը։ 3 глава 6 Ասում стих. է, որ մեզ բավական էլ արավ նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, իսկ հոգին կենթանացնում է։ Он дал нам способность быть служителями Нового Завета не буквы, но духа, потому что буква убивает, а дух животворит. Աստված օրենքը տվել է, А Бог дал закон. օրենքը կյանք չի տալիս։ Закон не дает жизнь. Հոգին է այդ օրենքին կյանք տալիս։ Дух дает жизнь. Եվ այդ օրենքի արդարությունը սկսում է մեր մեջ գործել։ И закон этого, и духовный Праведность закон, этого закона։ праведность этого закона начинает Սկսում է մեր մեջ գործել։ делать в Ով է нас. անում դա։ Кто это делает? Աստծո հոգին։ Дух Божий. Աստծո հոգին է դա անում։ Дух Божий это Երբ որ դու делает. բաց ես Աստծո հոգու համար, Когда ты открыт для Божьего Духа, Տեր փոխիր ինձ։ Господь, измени меня, Տեր փոխիր ես մտածելակերպ։ измени мое Տեր мышление, ազատիր ես մեղքից։ освободи меня от Տեր этого ես греха. մտքերը թող հեռու լինեն Пусть эти ինձանից։ мысли будут далеко от меня. Այդ ժամանակ հոգին В это время Дух, քեզ սկսում է խոսք տալ։ Он начинает давать тебе Եվ այդ Слово. խոսքը սկսում է քեզ կյանք տալ։ И это Слово начинает давать тебе Որովհետև жизнь. միայն խոսքը, Потому что только որ Слово. եթե մեկը հիմա միայն խոսքն է լսում, И если сейчас кто-то слышит только Слово, ականջով, ушами, մենք բոլորս լսում ենք։ мы все слышим. Լսվում է այնտեղ։ Слышно там? Այն անկյուններում լսվում է, հա։ Там слышно? Այն անկյուններում ուրիշ բաներով էլ են զբաղված։ Մարդկա չի лысում, Есть кто не слышит. բայց եթե լսում ես, Но если ты слышишь այս ականջով, этими ушами, սիրելիս թույլ տուր հոգին է խոսա քո հետ։ позволь, чтобы Дух проговорил к Ամեն։ тебе. Ամեն։ Թույլ տուր հոգին է խոսա։ Позволь, чтобы Дух Ես չեմ проговорил. տեսել մի մարդ, Я не слышала որ ուղղակի такого լսող человека, լինի, который был только слушающий, եւ նրա կյանքը փոխվի։ и его жизнь Բայց ես տեսել изменилась. եմ մարդիկ, Но я видела ովքեր людей, լսում են հոգով, которые слышали Духом, слушают, слушают հոգու Духом, առաջ բաց են открыты для Духа, եւ նրանց կյանքը օրեցօր փոխվում է։ и его жизнь день ото дня Եվ меняется. այդ հոգին էլ իրանց առաջնորդում է։ И этот Дух их ведет. Եվ այդտեղ սիրելներս, Իտամ, մի Վասիլի խապկանք է կա, Есть одно заблуждение, одно заблуждение, որ կանք չառնես чтобы ты не остановился, փոխվելու чтобы менялся. եւ հոգին քեզ առաջնորդի И Дух будет тебя вести եւ հոգին քեզ կյանք տա։ и даст тебе жизнь. Թող ոչ մի խնդիրներ,
Пусть никакие Պրոբլեմը։ проблемы Եվ ոչ մի հաջողություններ и никакие удачи չփակեն մեզ Տիրոջ հոգու առաջ սիրելնես։ не будут закрывать нас от Бога. Կամ որտեղ էլ որ գնաս ապրելու, И где бы ты ни пошел жить, թող ոչինչ քեզ չփակի Տիրոջ հոգու առաջ սիրելնես։ пусть ничего не закроет тебя для Духа Божьего. Եվ նշանակություն չունի աշխարհում ինչ է կատարվում։ И не имеет значения, что происходит в мире. Այսօր աշխարհում բաներ կարող են կատարվել, Сегодня в мире могут происходить որ такие կթվա вещи, թե դե Աստծո խոսքը հիմա ինչ մենք պետք է տեսնենք մեր կյանքի հարցերը լուծենք։ которые думают, ну, что смотреть на слово, мы должны заниматься своими вопросами, Մեր հարցերը լուծենք, мы должны решать свои ոչ вопросы. սիրելնես, Нет, возлюбленные, հոգին կյանքա տալիս Дух дает жизнь խոսքի միջոցով։ через слово. Ամեն։ Аминь. Ամեն։ Նայեք Հովհաննես 3-րդ գլխում ինչ է ասում։ Смотрите, Иоанна 2 Որ глава, ամեն что անգամ, написано. երբ որ И каждый раз, լցվում ենք խոսքով, когда мы наполняемся Духом, բնակվում է խոսքը մեր մեջ, Слово пребывает в нас, եւ հոգին գործում է մեր մեջ։ и Дух действует. Տեսեք Հիսուսը ինչ էր ասում Смотрите, սերնես։ Иисус что говорил. Հովհաննես 3-րդ գլուխ, Иоанна 2 глава, 5-րդ խոսք։ 5 стих. Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Иисус отвечал, истинно, истинно говорю тебе, если кто не родится от воды и духа, не может войти в Царствие Божие. Գիտես ջուրը միշտ խորհուրդն է Աստծո խոսքի։ А вода – это всегда прообраз Слова Божьего. Ասում եմ դու խոսքից եւ հոգուց պետք է ծնվես, Ты должен родиться от духа и воды. եթե ուզում ես խորը մտնես Աստծո արքայության մեջ։ Если хочешь глубже войти в Царствие Գիտեք Божие. ինչ է նշանակում խորը։ Что означает глубоко? Ես ասեցի կան մտքեր Я сказал, что есть եւ կան мысли, մեղքեր, есть грехи, որ կարող են նորից գալ քեզ մոտենալ։ которые могут заново прийти и приблизиться к тебе. Պատկերացեք նրանք մոտենում են Представьте, они եւ ուզում են приближаются ամեն անգամ հասնել քեզ։ и хотят каждый раз дойти до тебя. Իսկ դու А ты ապրում ես Քրիստոսի մեջ։ живешь во Христе. Ինչու՞։ Почему? Որովհետեւ խոսքը լսում ես, Потому что ты слышишь Слово, բնակվում է քո մեջ оно пребывает, եւ թույլ ես տալիս հոգին գործի քո մեջ, и ты позволяешь, чтобы Дух действовал в тебе, փոխի քեզ менял тебя, եւ дու խորանում ես и ты углубляешься Աստծո հոգու մեջ, в Духе, Աստծո արքայության մեջ։ в Царстве. Հաջորդ անգամ В следующий раз, ջրից հոգուց որ ծնվում ես, когда рождаешься от воды и մի Духа, հատ էլ ես խորանում։ еще больше Եվ այդ углубляешься. ամեն ինչը մնում է ավելի հեռու И քեզանից։ все это остается позади тебя. Հալելույա։ Եվ եթե բաներ կային, И если есть вещи, որ քեզ ամեն օր գալիս էր, которые каждый раз приходят, միգուցե դա վախեր է, может быть, это միգուցե страхи, դա մեղավոր մտքեր է։ может быть, это какие-то Ես греховные չգիտեմ мысли. ամեն բան որ հակառակ արդարությանը։ Все, что против праведности, Ինչ էլ ուզում ա լինի։ что бы ни было. Երբ որ դու խորանում ես, Когда ты տեսնում ես углубляешься, որ արդեն ամիսը մեկ է դա գալիս։ ты видишь, что это раз в месяц Մի քիչ приходит. խորանում ես, Еще чуть-чуть տեսնում ես արդեն углубляешься, տարին մեկ и видишь, что раз в год կամ կգա կամ չի գա այդ մտքերը։ это придет или не придет. Դες մի հատ էլ ես խորանում, Ты еще больше углубляешься տեսնում и ես, видишь, որ այդ мտքերը ոչ թե քեզ մոտենում են, что эти мысли не այլ приближаются, դու արդեն ուրիշների համար а ты уже за других ծառայում ես, որ նրանք ազատ լինեն։ служишь, чтобы они были Որտեղ освобождены. Աստծո հոգին քո մեջ գործում է։ Потому что Бог Божий Ով է հասկանում ինչի մասին եմ Божий ասում։ действует в тебе. Кто Եվ դա մեր понимает, о чем я կյանքն է, говорю? սիրելիներս։ И это наша жизнь. Դրանից է возлюбленные. կախված մեր կյանքը։ От этого зависит наша Ես жизнь. շատ եմ լսել, Я очень много որ слышал, քրիստոնյաները ասում են. что верующие говорят, Իմ գործերս վատ է, мои дела плохие, անհաջողություն է։ неудачи. Սերից ուզում եմ քեզ ասեմ։ Я хочу тебе Շատ сказать, բաներ կա, որ դու возлюбленный, պետք է անես։ очень много есть вещей, которые ты должен Աստծո делать. վրա մի գցի։ Не возлагай это на Քո Бога. գործն է, Твое дело, նրա խոսքը բնակվի քո մեջ։ чтобы Его Слово пребывало в Իսկ тебе. մնացածը որ դու պետք է անես, Остальное ты должен այդ դու делать. քո կյանքը պետք է կարգավորես։ Ты должен привести свою жизнь в порядок. Օրինակ ասեմ, Я к примеру եթե մեկը скажу. ծույլ է, Если кто-то լինի վեր։ ленивый, Աստված ինչ մեղավոր է դրան։ в чем виноват Бог? Բայց եթե դու վերցնես խոսքը, Но если ты возьмешь слово, որը Աստծո խոսքը ասում է ծույլերի մասին, которое говорит о ленивых, ու բնակվի դա քո и մեջ, это пребывает դու в тебе, ծույլությունից ազատ ты կլինես будешь освобожден от եւ ленивости, գործերիդ մեջ հաջողություն կտեսնես։ и ты увидишь удачу в своих делах. Կամ Или դու չգիտես ոնց անես, ты не знаешь, как բայց դու поступить. գիտես, Но ты որ знаешь, Աստծո խոսքն ասում է, что Слово որ Божье եթե մեկը говорит. իմաստության կարիք ունի, Если у кого-то есть, Թող խնդրի. нуждается в мудрости, пусть просит, եւ նրան կտրվի, и будет дано ему, առանց նախատելու без ուպրյոկը։ всякого упрека. Բեզու դու պատկերացնում ես Աստված,
Представляете, Бог որ մեզ ուզում է տա իմաստություն, хочет дать нам мудрость, չի նայի մեզ, не ու посмотря ասի на դու այս нас, սխալները ունես, դրա համար քեզ իմաստություն չեմ տա։ и увидит, у тебя есть вот такие ошибки, я тебе не дам. Ասում է առանց նախատելու կտա։ Он говорит, без упрека дам. Ինչու՞։ Почему? Որովհետև Աստված տեսնում է, որ дու իր կարիքն ունես։ Потому что Бог видит, что ты в нем Թե չէ нуждаешься. Աստված лավ գիտի, որ դու սխալներ ունես։ А что Бог, потому что хорошо знает, что у Բայց тебя բաներ есть կա ошибки. Но սիրելիներս, есть вещи, որ դու պետք է կարգավորես քո կյանքը։ то ты должен привести в порядок свою жизнь. Միգուցե սխալ խոսում ես։ Может быть, ты неправильно говоришь. Միգուցե նորմալ մարդկանց վերաբերվել չգիտես։ Может быть, ты не знаешь, как правильно относиться к людям. Աշխատող չունեմ։ У меня нет Իսկ сотрудников. կարող է քեզանից է որ աշխատող չունես։ Может быть, это из-за тебя, что у тебя Չէ, нет այստեղ տես մարդ сотрудника. չգիտեմ, որ ինձ ասել է, տես ուղղակի օրինակ Нет, եմ։ нет такого человека, который мне сказал, просто говорю. Միգուցե ինձ է պետք փոխվել։ Может быть, мне нужно меняться. Գործերս լավ չի։ Дела Միգուցե плохо ավելի идут. շուտ պետք է արթնանաս։ Может быть, ты пораньше должен вставать Ու ավելի շուտ էլ քնես։ и рано засыпать. Մտածեք սիրելիներս։ Думайте, возлюбленные, Դա Աստծո գործը չի։ это не дело Бога. Աստված Бог իր խոսքով своим словом մեզ ճիշտ կյանք է տալիս։ дает нам правильную жизнь. Եվ եթե մեկը ասում է հոգևոր է, И если кто-то говорит, что բայց духовный, իր կյանքը չի փոխվում, но его жизнь не меняется, եւ ինքը չի փոխում իր սկզբունքները, որոնք սխալ են, и он не меняется от своих принципов, которые неправильные, ինքը հոգևոր չի։ он не духовный. Հոգևորը Духовный, պատրաստ է փոխվելու։ он готов меняться. Ու ես քեզ մի բան կասեմ։ И я тебе скажу, Դրա համար Աստծո խոսքը поэтому Слово Ասում Божье говорит, այս աշխարհի ворթիները սնավյա сыновья հետևները этого мира, ավելի իմաստուն են, քան իմ արքայության ворթիները։ они настолько мудры, чем сыновья моего Ինչու՞։ царства. Որովհետև Почему? շատ բաներ կա, Потому что есть որ много նրանք вещей, իրենք իրանցով առանց Աստծո խոսքի փոխել են իրանց կյանքի մեջ։ которые без Слова Божьего столько поменяли в себе. Իրենց անձը դաստիարակել են, Они վասպիտալի свою воспитали личность, свою личность, եւ հաջողության են հասնում։ и они Իրանց հարցերը удачи, լուծում են։ их вопросы решаются, Եվ ասում են, իմ ворթիները и мои сыновья չեն կարող այդ ձև անեն։ не могут так поступать. Ոչ թե Աստված ասում այդպես պետք է լինի, դա նորմալ է։ И Бог говорит не о том, что так нужно поступать, это Այս աշխարհի нормально, մարդիկ ավելի իմաստուն են։ что эти люди более Ոչ, мудрые. ուզում եմ ասի, Нет. Они хотят сказать, ես կարող եմ իմաստություն տալ։ я могу дать мудрость. Այսօր կարիք կա սիրելիներս։ Сегодня мы нуждаемся, Անկամ երբ որ ամեն ենք ասում, даже когда мы говорим аминь, այդ ամենը լինի нրա համար, որ մեր лысածը բնակվի մեր մեջ։ чтобы на это аминь пребывало в Գիտեք нас. ինչ է նշանակում ամեն բառը։ Знаете, что означает слово аминь? Եբրայերենում հին ուխտում երբ որ գրված է ամեն, С еврейского, когда написано аминь, այդ բառը եբրայերենում նշանակում է հավատում եմ։ с еврейского это означает я верю, Հավատում եմ, ամեն։ верю, аминь. Մենք որ ասում ենք ամեն, Когда мы говорим аминь, ասում ենք հավատում եմ։ это означает мы Բայց верим. դա ավելի խորը բառ է, քան հավատում եմ։ Но это даже глубже, чем мы просто Որովհետև верим. եբրայերենում այդ նույն բառը нշանակում է վերցնում եմ։ С того же еврейского это означает беру. Ամեն։ Аминь. Հավատալ նշանակում է վերցնել։ Верить значит взять. Հավատալ չի նշանակում լսեցի համաձայն եմ։ А верить это не значит услышал. Հավատալ նշանակում է ոչ միայն համաձայն եմ, այլ ինձ համար վերցնում եմ։ Верить не только соглашаюсь, но и беру. Ուզում եմ քեզ ասեմ սիրելիս։ Хочу тебе сказать, Եթե возлюбленный, մինչև այսօր если до դու сегодняшнего խոսք дня ունես Տիրոջից քո մեջ, у тебя есть слово от Бога, պինդ բռնի դա։ держи крепко. Ես քեզ ասեցի մի օրինակ բերեցի, ինչ խոսք կա իմ մեջ, որ փոխել է իմ ամբողջ կյանքը։ Я тебе пример привел, какое слово поменяло всю мою жизнь. Ու շատ բաներ կարող եմ էլի թվարկել։ И я еще очень много могу вещей Բայց դու այսօր перечислить. սիրելիս մտածի, արդյոք խոսք ունես Տիրոջից քո մեջ։ Но ты подумай, на самом деле, есть ли Слово Божье Եվ եթե для ունես, тебя? Если есть, պինդ բռնի դա։ крепко держи Թող это. բնակվի քո մեջ։ Пусть пребывает в Եվ դու тебе. կլինես Քրիստոսի մեջ։ И ты будешь во Христе. Եվ դու արդարացված ես։ И ты оправдан. Եվ այդ բոլոր խոստումները, որ Աստված տվել է արդարներին, քեզ է պատկանում։ И все эти Обетования. обетования, которые Бог сказал, они принадлежат тебе. Անցած անգամ ես խոսում եմ, որ արդարը առյուծի պես համարցակ է։ В прошлый раз я говорил, что праведный, он Սմել կակլեր։ смел как лев. Դա նրա համար չի, որ ողջևորվենք, ասենք, հա, նկարը հիշում ենք։ И не для того, чтобы, да, мы помним эту картинку. Դա նրա համար է, որ մենք լինենք այդպես։ Это для того, чтобы мы были такими. Ամեն։ Аминь. Ամեն, ոչ մի բան Ничего չի կարող не может Քրիստոսի մեջ լինողին դեպրեսիայի մեջ գցել։ находящимся во Христе попасть в депрессию, Закинуть в закинуть в депрессию։ депрессию. Ամեն։ Аминь. Ամեն։ Եթե Աստծո խոսքն ասում է, Если Слово Божье որ պետք է говорит, ներենք, что мы должны прощать,
Այսօր քրիստոնյաներ կան իրանց հարազատներին չեն անգամ ներում։ Сегодня верующие даже своих близких не прощают. Դա նրա համար չի որ այո ճիշտ է, պետք է ներենք։ Это не потому, что да, должны Դա прощать. նրա համար է որ ներենք։ Это для того, чтобы мы прощали. Եթե գրված է որ իրար մեկ բան բասի, И если написано «не сплетничайте», չխորանամ ինչա բան բասանքը։ не буду углубляться, что есть Բայց մի բան сплетни, գիտեմ, բան բասողը լավ է գիտի որ բան բասում է։ но тот, кто сплетничает, хорошо знает, Իրան что պետք չի это такое. բացատրել որ ինքը բան բասում է։ Ему не нужно объяснять, что это такое. Ուրեմն պետքա չբան բասեմ, եթե Աստծո խոսքն ասում։ Потому что мы не должны сплетничать, если Слово Божье Բան говорит. բասողների հետ էլ չավելացնեմ, Со ինչ որ մի сплетнями բան ասեմ։ не буду говорить, что еще. Եթե Աստծո խոսքն ասում է, Если Слово Божье որ говорит, ես կանչված եմ ու ընտրված, что я призван и избран, ես պետքա վերցնեմ դա։ я должен взять Ու ես его. հասկանամ, որ ես սովորական մարդ չեմ։ И я должен понимать, что я необычный человек. Ես հատուկ մարդ եմ, Я особенный, որին Աստված է ընտրել։ которого избрал Бог. Եվ այդպես պետքա լինենք մենք սիրելիներս։ И мы такими должны Եթե быть. Աստծո խոսքն ասում է, Если Слово Божье որ говорит, նա մեզ ընտրել է, կանչել է, что Он нас избрал и призвал, դա նշանակում է դու ընտրված ես սիրելիս։ это означает, что ты избран. Դու պատկերացա դու գիտակցես, եւ որ Աստված է քեզ ընտրել։ Представь, что ты осознаваешь, что Бог тебя избрал. Ես ձեզ կասեմ իմ ապաշխարության ամենամեծ զգացմունքներից մեկը դա է եղել, որ ես հասկացել եմ, թե ով է ինձ ընտրել։ После того, как я покаялся, я осознал то, что я понял, Одно кто из меня избрал. самых Из великих самых откровений. великих откровений. Я Որ դու понял, գիտակցում ես, что ты որ осознаешь, քո կյանքը պետք է մեկին, որը Տերերի Տերն է ու Աստվածների Աստվածն է։ что твоя жизнь нужна тому, кто Господь Ու господствующий. դու հասկանում ես, որ դու էլ առաջվա կյանքով չես կարող И ты ապրել, понимаешь, что ты не можешь жить прошлой жизнью, որովհետև դա քեզ պետք չի։ потому что тебе это не нужно. Երբ որ դու գիտես, Когда ты знаешь, որ Աստծո խոսքն ասում է, что Слово Божье որ նա говорит, մեզ թակավորական քահանայություն է դարձրել, что Он стал, Сделал нас сделал нас царственным царствием, священством. священством. դա նշանակում է, Это означает, դու վերցնում ես այդ խոսքը, ты берешь это ու դու слово, գիտակցում ես, и ты осознаешь, ինչ մեծ արտոնություն է, какая պրիվիլեգիա, большая привилегия եւ ինչ մեծ պատասխանատվություն է քո վրա и какая դրված, большая ответственность на եւ тебе. որքան շատ է Աստված ուզում քեզ օգտագործի։ И насколько сильно Бог хочет Այդ использовать тебя. ժամանակ В это դու время վերցնում ես խոսքը, Ты берешь слово, հանձնվում ես նրան отдаешься ու Ему խոնարհվում ես նրա առջև и преклоняешься ու ասում перед ես Ним. օգտագործիր իմ կյանքը։ И говоришь, используй мою жизнь. Ես մի մարդ գիտեմ, Я знаю человека, որը որ տեսել էր Աստծո հրաշքները который видел чудеса Божьи. եւ Աստված И Бог նրա կյանքը օրհնելով օրհնել էր։ благословил его жизнь. Եվ մի անգամ նա Աստծոց բաներ խնդրել И он однажды попросил у եւ Աստված Бога, նրան չէր տվել։ и Бог не дал ему. Նա Աստծոց նեղացավ մինչև այսօր։ Он обиделся на Бога до сегодняшнего Ասեց дня. ոնց ես իր համար այդքան бан անեմ։ И он говорит, как я столько делаю для него, Ու ինքը ինձ համար դա չանի и это он не сделает для меня. եւ ինձ այսպեսի խոսքեր ասեց։ И сказал мне такие слова. Ինձ փալասի պես օգտագործես մի կողմ գցեց։ Он как меня ковер использовал и выкинул. Իր բարերն եմ ասում։ Я говорю его слова. Իսկ ես կասեմ И я вам սիրելիներ։ скажу, возлюбленные, Երբ որ դու գիտես, когда ты знаешь, ով է քեզ ընտրել кто тебя избрал ու ում ես տվել քո կյանքը, и кому ты отдал свою դու жизнь, անգամ պատրաստ ես, ты даже готов, որ ինքը քեզ փալասի պես օգտագործի եւ մի կողմ դնի։ чтобы он тебя использовал как ковер и поставил в Ինչու? сторону. Почему? Որովհետեւ նա շատ է սիրում մեզ Потому что он очень любит եւ այդ нас. մեզ է թվում, որ ինքը փալասի պես օգտագործում է։ И это нам кажется, что он использует нас как Եվ մենք ковер. ասում ենք թող օգտագործի, И мы говорим, пусть использует, որովհետեւ ինքն է մեր կյանքը потому что он наша եւ жизнь. ինքն է հավիտենական կյանքը։ И он вечная жизнь. Եվ այս ժամանակավոր կյանքում И в этой жизни, временной временной жизни, անգամ ես բաները չունենամ, даже если у меня чего-то не будет, որը ես խնդրել եմ եւ նա չի տվել։ что я попросил и не дал, Մեկ է, все равно ես մնալու եմ նրա մեջ։ я буду пребывать в нем. Ես նրա մեջ եմ մնալու։ Я буду пребывать в нем. Ամեն։ Аминь. Այսօր վերջացնելով սիրելիներս, Сегодня ուզում заканчивая, եմ հարց տամ. я хочу спросить, Արդյոք կան խոսքեր, որ մեր մեջ բնակվում են։ на самом деле есть те слова, которые пребывают в нас. Եվ այս հարցը ամեն մեկը ստանք։ И каждый пусть задаст этот вопрос. Եվ եթե կան, И если есть, պինդ բռնի սիրելիս, держи крепко, ապրիր դրանով։ живи этим. Եթե չկան, Если нету, ասա Տեր խոսք տուր ինձ, проси, скажи, Господь, дай это слово, խոսիր ինձ հետ, проговори ко мне, փոխիր իմ կյանքը, измени мою жизнь, փոխիր իմ բնավորությունը։ измени мой характер. Սիրելիս, մենք փոխվենք, մեր շրջապատը կփոխվի։ Если мы поменяемся, наше окружение Շրջապատը поменяется. մեղավոր չի։ Окружение не виновато.
Հարազատները մեղավոր չեն։ близкие не виноваты, Այս աշխարհի մարդիկ մեղավոր չեն, эти люди не виноваты, որ մեր վիճակն է այդպես։ что наше состояние Մենք такое. փոխվեցինք, Мы изменились, Աստված աշխարհը մեր շուրջը փոխում է։ и Бог меняет окружающее. Ինչու՞։ Почему? Որովհետև նրա խոսքը մեր մեջ Потому что Его Слово в нас սկսում է ստեղծել նոր բաներ։ начинает творить новое и новое. Ով է հասկանում ինչ եմ ասում։ Кто понимает, о чем Դա я говорю? իրականություն է սիրելնես։ Это истина. Աստծո խոսքն возлюбленные. է մեր կյանքը ստեղծում։ Слово Божье сотворяет нашу Առավել жизнь. եւս Больше этого. քո կյանքի որոշ հանգամանքների վրա խաչ չքաշես։ Не делай крест на тех вещах в твоей Некоторых жизни, вещах на в твоей некоторые жизни. вещи в твоей жизни. Հավատա սիրելիս։ Верь, Աստված նոր կյանք է տալիս։ Бог даст новую жизнь. Եվ նաև մի հարցել։ И еще один вопрос. Ամեն ժամանակ Каждое время մենք պետք է մեզ հարց տանք։ мы должны задавать себе, Արդյոք ես փոխվել եմ на самом деле я поменялся Տիրոջ հոգու օրենքով духом закона Բոժիվը։ Божьим. Եվ կարելի է հարց տալ։ И можно задать вопрос. Այս վերջի 6-12 ամիսներում արդյոք իմ կյանքը փոխվել է։ На самом деле за это время Последние 6-12 последние месяцев. 6-12 месяцев поменялась моя жизнь. Արդյոք ես փոխվել եմ։ На самом деле я поменялся. Եթե հա, Если да, ի՞նչն է փոխվել։ что поменялось? Ոչ թե մտածեմ ամուսինս կամ կինս մի հատ նայեմ տեսնեմ փոխվել է թե չէ, չէ, ես փոխվել եմ թե չէ։ Не так, чтобы я посмотрел, жена, муж изменились, а я поменялся. Եվ երբ որ տեսնում ես, որ դու փոխվել ես, Когда ты видишь, что ты поменялся, եւ դա արել է Աստծո խոսքը, и это сделало Слово Божье, դու հասկանում ես մի բան, ты понимаешь одно. մի քիչ էլ ես մտել նրա մեջ։ Ты еще немножко вошел В него. Ամեն։ Аминь.